Դեք որ մենք արդեն իսկ ունեցել ենք մեր ներկուսակցական այս պրայմերիզի ցուցակի ձևավորման ընտրությունների առաջին փուլը։ Այդ առաջին փուլի ընթացքում ձևավորվել է կուսակցության առաջին 50-ը, դրա մեջ կատարվել են քվոտայով նախատեսված փոփոխություններ, այսինքն ցուցակը համապատասխանեցվել է Հայաստանի օրենսդրական պահանջներին ամեն եռյակում, որպեսզի հակառակ սեռի ներկայացուցիչ լինի։ Ըստ դրա այդ 50-ը բաշխվել է արդեն ու հիմա այս պահին փաստացի մեր պատվիրակները ընտրում են դասավորվածությունը։ Փաստացի 50 հոգուց 30 հոգու ընտրելով իրենց քվենտալով կազմում են այդ 50 հոգու առաջին փուլը հաղթահարած 50 հոգու դասավորվածությունը։ Իրանք թե չէ, այդ կապ չունի։ Այսինքն էտեական չի, ով ավելի շատ ձայն է հավաքել, ըստ ձայների հավաքածի այդ 50 հոգին դասավորվում են այդ 50-ի մեջ։ Կարայիք ասենք 5 հոգի ընտրեիք, էլի այդ ըստ 5-ի քվեարկության այդ 50-ը դասավորվեին եւ նաեւ ընտրում են վարչապետի տեխնացու քվեաթերթիկի ներքևի հատվածում իրանց ընտրած 30-ի մեջից։ Էտա Դրանից հետո արդեն դինելու է։ Դրանից հետո արդեն նախ էլի կարող է անհրաժեշտություն լինի, որպեսզի քվոտայով համապատասխանեցվի ցուցակը, ու հետո արդեն այդ ամբողջությամբ ստուգված համապատասխանեցված ցուցակը ներկայացվելու է կուսակցության ապրիլի 4-ին կայանալիք համաժողովի հաստատմանը։ Պարոն Ալեքսանդր, այսինքն մինչև ապրիլի 4-ը նաև այն երկրորդ ու երրորդ 50-ները տեղաշարժ կան։ Չի լինի, ամենայն հավանականությամբ այնտեղ էլ տեղաշարժ չի լինելու, ինչպես քվեարկվել է։ Այս 50-ը որ ֆիքսվի, հաջորդ արդեն ըստ ձայների կգնա։ Դա իսկ այդ քվոտայի բանը։ Դե քվոտայով համապատասխանեցումը արվում է, օրինակ, չգիտեմ, 4 տղամարդ է, ինչ որ միտեղ իրար հետևից, նրանց հաջորդ կինը գալիս է այդտեղ։ Իսկ 150-ից հետո, պարոն Ալեքսանդր, Նույնը։ Գուցե 150-ից չէ, բայց կարծեմ 200-ից հետո մեր տարածքային կազմակերպությունները ներկայացնում են կին տեխնացուների 200-ից հետոյի համար նաև առանձին, այնտեղ նաև կունենանք լրացում կանանց ներգրավվածության առումով։ Ապրիլի 4-ին ձեր համաժողովում արդեն այս ամբողջը կհաստատվի քվեարկությամբ։ Այո։ Պարոն Ալեքսանդյան, Բայց ավարտի։ Ես այս թեմայից չէ, արդեն իմն Դե օքեյ։ Եթե այս թեմա։ վարչապետի տեխնացուի մեկ անուն գրելու հնարավորություն կա։ Այո, մեկ, չէ մեկ։ Եվ ցանկացած այդ 30-ից ցանկացած մեկի Այո, կարևոր պայմանն է, որ անունը լինի ձեր ընտրած 30-ից, այսինքն համ պցիչկա լինի անվան դեմը, համ անունը լինի գրած։ Եվ ինչ է կարծում մրցակցությունը ում մեջ կգնա։ Վարչապետի ինձ թվում մրցակցություն առանձնապես չկա։ Այսինքն դե չկա, որտեվ իմ ընկալմամբ գերակնհայտ է, որ այստեղ բացահայտ ֆավորիտ է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը գրիպ ունի, դուք կմնաք առանց։ Չէ, չենք մնա։ Չենք մնա, որտեվ գրիպը նախ բուժելի հիվանդություն է, շատ լավ դեղամիջոցներ կան, ես օրինակ անձամբ օգտագործում եմ գրիպոտոն եւ Կոլտրեքս Մաքս դեղամիջոցները, չէ, դե հիմա բայց ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս ձեր բժշկից հարցնել, գրիպը բուժելի է, բայց ձեր հարցը Պետեր, ասում եք հիմա մրցակցություն կա, ասում եմ չէ, իմ ընկալմամբ կա բացարձակ ֆավորիտ։ Հիմա եթե լիներ այս բային մրցակցություն, կասեի այո, կա մրցակցություն, բայց չեմ պատրաստվում, էլի ստեղ բան անեմ։ Կանգնեմ հեքիաթ պատմեմ, ասեմ, չէ, գիտեք, ինչ շատ սուր մրցակցություն է, անակնկալ բան, չէ, չեմ։ Ժողովրդավար չէ մի խոսք։ Շատ ժողովրդա, չէ, բայց կներեք։ Իսկ ոչ, չի կարելի մի մարդու վրա։ Բայց ով է ամեն ինչ որ Սիրելի Ռուզաննա, ախր ձեր աչքի առաջ հիմա 1000 հոգի գալիս են որոշեն, 1000 պատվիրակ հիմա գալիս են, ձեր աչքի առաջ քվեարկություն են անում, չէ, այդ մի մարդ, որ ասում եք մի մարդ է որոշում, 1000 պատվիրակ հենց հիմա ձեր աչքի առաջ, այստեղ այս հետևը հենց գալիս են ու քվեարկում են, որպեսզի ֆիքսեն, ով է առաջին համարը, ով է երկրորդ համարը, ով է երրորդ համարը, ով է չորրորդ համարը, ով է 5-րդ համարը, անցած անգամ ֆիքսել էին, որ ես եմ 5-րդ համարը, դες ֆիքսելով գնում են։ Այդ մարդիկ են ընտրում, իսկ մյուս կուսակցություններում ոնց է, օրինակ, չգիտեմ, ռուսաստանցի օլիգարխի կուսակցություն կամ չգիտեմ, այդ կոնգլոմերատում ոնց է դա տեղի ունեն։ Այ այնտեղ մի հոգի նստած, այո, թուղթը ձեռը լսում է թե այնտեղից ինչ են ասում պագոնավոր ձյաձյաները KGB-ի ու գրում է, այս մեկը առաջի, այս մեկը երկրորդ, այս մեկը երրորդ, այնտեղ այ այնտեղ է մի հոգու։
գորգոր հայտարարություններ եք անում, մարդիկ հերքում են, ասում են, որ դրանք իշխանության Եվրոպ, Սամվել Ալեքսանյանի Եվրոպայի հետ է լավ գործընկերներ ունի։ Որ Եվրոպայի հետ լավ գործընկերներ ունի, Բրիտանիայի հետ, որտեղ իր բիզնեսները սանկցիայի տակ են, Ֆրանսիայի հետ, որտեղ իր նկատմամբ, եթե չեմ սխալվում, Չէ, կներեք, Սամվել Կարապետյանը, որ ասում եք լավ բաներ ունի, կապեր ունի, ասում եմ, Մեծ Բրիտանիայում իր բիզնեսները սանկցիաների տակ են, Սամվել Կարապետյանի բիզնեսները սանկցիաների տակ են։ Ֆրանսիայում կարծեմ իր նկատմամբ կամ իր հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ կամ մեղադրանք փողերի լվացման գործով իր առանձնատունն են, ինչ-որ մեծ առանձնատուն կա Ֆրանսիայում, կալանքի տակա կամ ինչ-որ դատական գործով է անցնում։ Այդ որ եվրոպական երկրի մասին եք խոսում, որ ինքը լավ հարաբերություններ ունի։ Այդ մարդը Եվրոպայում ինչքանով որ այս ամեն ինչից կարելի է ենթադրել, դες բան է։ Իսկ գոյական վիճակում է սանկցիաների տակ գտնվող խոցելի մաքսիմալ բանանող մարդ է։ Հիմա թե ինչ հեքիաթներ կպատմեն, ոնց որ բարբերաբար պատմեն, օրինակ, չգիտեմ, տնտեսական ոչի հեքիաթներ, անվտանգային ոչի հեքիաթներ, գուցե էս էլ երկրորդ հեքիաթն է արդեն արտաքին հարաբերությունների մասով, բայց այնուամենայնիվ։ Պարոն Ալեքսանյան, կարծեք թե բավական ուժեր արդեն համագումարներ արել են նախընտրական, նախադեպ որևէ մեկ ունի ձեր նման այս տիպի անելու այդ համագումարները եւ ներքին ընտրությունները։ Ներկայումս առաջադրված կուսակցություններից ոչ մեկ նման կերպ չի մասնակցում այս ընտրություններին։ Բոլորի մոտ մի հոգի կամ մի կառույց նստած գրում իրանց թելադրումա, թե ով իրանց ցուցակում որ երրորդ համարը պետքա լինի, ինչ դեր պետքա ունենա այդ նախընտրական ցուցակում։ Նախորդ մեր այս առաջի փուլի քվեարկության ժամանակ է ասացի, որ ոչ մեկ այդպես չի անում, այսպես չի անում, ժողովրդի կուսակցական, ներկուսակցական քվեարկությամբ չի անում այս process-ը։ Դե համագումարներ եղան, բայց ոչ մեկ քվեարկությամբ չգնաց առաջ։ Ոչ մեկ, որովհետև ոչ մեկ նրանցից ժողովրդավարական արժեքները չի կիսում։ Դե շատ են խոսում, հա շատ բան կարող խոսան, ես ասում եմ, նախ ասում եմ եկեք բանավեճի վախենում են, փախնում են, չեն գալիս, երկրորդն էլ Ուտենց, հա, այս վերջերս էլի դեպ ձեզ տեղեկացնեմ, որ երեկ էլ բանավեճի հրավեր ստացանք հանրային հեռուստաընկերությունից, նաև այդ թվում Ուժեղ Հայաստան ու Հայաստան Դաշինք կուսակցությունների հետ, ու երկուսն էլ փախան էլի բանավեճից, որտեվ իրանք վախկոտ փախչողներ են։ Այլ հարցեր։ Մի հարց ունեմ, պարոն Ալեքսանյան, երեք վարչապետ ասաց, որ եթե նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեով չընդունվի, ապա նոր հանրաքվեներ կլինեն, նոր հանրաքվե կլինի, հետո չգիտեմ, դա այսինքն այնքան կլինի մինչև անցնի, թե ոնց, բայց ամեն դեպքում հանրաքվեի մասին օրենքով մի տարուց շուտ հնարավոր չի նորից հանրաքվե անցկացնել։ Ես ուզում եմ հարցնել առհասարակ այս թեմայով քննարկում ունեցել եք կուսակցության ներսում, եթե օրինակ չանցնի սահմանադրության նախագիծը հանրաքվեով, տարի մեկ հանրաքվեներ եք անցկացնելու, այս մասին եթե ինչ-որ ինֆորմացիա կա կամ Չէ, այն ինչը դուք եք ասում, դա իրավական տեխնիկայի մասին է ձեր հարցի, ես վստահ եմ, որ այդ իրավական տեխնիկան քննարկում են մեր իրավագետ գործընկերները ու սա այս հարցը եթե տեխնիկայի մասն է, ավելի ճիշտ կլինի իրավական տեխնիկա։ Քաղաքական մասով ես կարող եմ վստահություն հայտնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի կողմ քվեարկի սահմանադրական հանրաքվեին։